Նոր թիմ ձևավորեք, նոր կուսակցություն։ Եթե դա ստացվի, բնականաբար դա կլինի իմ նախընտրությունը։ 28-ի Երևանի հավաքանու ընտրություններն են, չգիտեմ, նոր թիմի կազմում մասնակցեք այդ ընտրությունները, առնվազն ինձ մոտ այդ միտքը առաջացավ, միգուցե անձնական ձեր ծրագրերն են այդպիսին, օրինակ կարող ենք հավանական է արդյոք ձեզ տեսնենք, օրինակ նույն ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ցուցակում 2 տարուց կարող եք բացել որոշակի փակագծ։ 28 թվականի քաղաքային սպասվող ընտրությունները ինձ համար կարևոր հանգրվան են, քանի որ ես կարծում եմ, որ վերջին ժամանակահատվածում ես շատ շեղվեցի ինչ-որ գեոպոլիտիկ թեմաներով եւ այն, ինչ իմ հիմնական հետաքրքրություններից մեկն էր, նվազեցրեցի եւ պատրաստվում եմ այդ բացը առաջիկա 2 տարիներին լրացնել։ Իմ տեսակետը մասնակցության մասով հետևյալն է։ Ես կարծում եմ, որ լինելու են շատ մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ հին կլինեն, նոր կլինեն, մարդիկ, ովքեր եւ տարիքով եւ աշխարհայացքով ինձ շատ ավելի մոտ կլինեն եւ հոգեհարազատ, եւ ովքեր չեն համարի, որ ընտրություններին պետք է մասնակցել այսպես պարզապես սեփական կուսակցության ցուցակով, սեփական կուսակցության դերը ընդգծելու համար։ Ինքնանպատակ դա չի լինի, դա կլինի իսկապես քաղաքային խնդիրներ լուծելու համար։ Այս առումով ես ուզում եմ ձեզ ասել, որ եղած ավանդական ուժերի հետ ես համագործակցություն չեմ փնտրում, այն պարզ իմաստով, որովհետև 26 թվականի ընտրություններին բոլոր այդ ուժերը, որքան էլ անունը դրեցին համախմբում եւ որքան էլ անունը դրեցին, որ մենք դաշինքով ենք մասնակցում, իրականում դրանք կուսակցական ցուցակներ են, եկեք անկեղծ շատ ուժեղ Հայաստանը, եւ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը Բարգավաճ Հայաստանն էր միայն որ հակառակն էր, փաստացի դաշինք էր, դե յուրե կուսակցական ցուցակ էր, բայց հասկանալի է նաև որ Բարգավաճ Հայաստանի հետ եւս որևէ անելիք այս մասով չեմ կարող ունենալ։ Այդ 3 ուժի հետ անելիք չունեք, ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, ժամանակը 28 թվականին ցույց կտա մի բան ակնհայտ է, որ այս ուժերը մասնակցեցին այս ընտրություններին զուտ կուսակցական ցուցակով, չփնտրելով որևէ այլ թե ուժի, թե անհատի համագործակցություն։ Իրական համախմբում չէր։ Իրական համախմբում չէր, չունեմ որևէ անձնական, այսպես բան ամբիցիա, որ ամեն ինչ պետք է լինի իմ շուրջ, ոչ։ Բոլոր իմ նախկին ներկա գործընկերների հետ փորձելու եմ այս ընթացքում կապ հաստատել եւ եթե ստացվի նման համախոհություն ձևավորել, ապա 28 թվականի մասնակցությունը շատ ավելի առարկայական կլինի։ Նոր թիմ ձևավորեք, նոր կուսակցություն։ Եթե դա ստացվի, բնականաբար դա կլինի իմ նախընտրությունը, պարզ այն պատճառով, որ այն դերակատարները, որոնք 28 թվականին մասնակցեցին, բոլորը այս կամ այն ձևով իրենց արժեվ դրված խնդիրը տապալեցին։